Դերասան Գրիգոր Դանիելյանն իր ինստագրամյան էջում հանդես է եկել հուզիչ հրապարակմամբ, անդրադառնալով, որ գործընկերոջ Կոռ Հակոբյանի որդու Ֆելիքսի բուժման համար անհրաժեշտ ամբողջ գումարը հավաքվել է ռեկորդային ընդամենը 36 ժամվա ընթացքում։ Նա շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին միասնականության և կարեկցանքի համար, նշելով, որ այս օրերին ականատես է եղել մարդկային մեծ վեհանձնության։ Օրը սկսենք բարի լուրով, ուղղակի խոսքեր չեմ գտնում շնորհակալություն հայտնելու։ Ընդամենը 36 ժամում բուժման համար անհրաժեշտ ողջ գումարը հավաքվեց։ Շնորհակալություն հատառհատ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս մեծ գործում, բոլոր նրանց, ովքեր օգնեցին նյութը տարածել, բոլոր նրանց, ովքեր իրենց խոսքով և խորհուրդներով մեր կողքին եղան։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին, և գումարի չափը ընդհանրապես էական չի։ Երդվում եմ մարդիկ կային, ճնչին գումար էին փոխանցում, բայց այնպիսի մարդկային կարեկցանքով, որ հոգիդ տակնու վրա էր լինում։ Եվ հենց այսպես էլ շատ կարճ ժամանակում մեզ հաջողվեց հավաքել ամբողջ գումարը։ Շուտով Ֆելիքսն իր բուժումը կստանա Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Մեզ մնում է միայն աղոթել Աստծո օրհնությամբ և պահապան հրեշտակների ուղեկցությամբ մեր բալիկը պետք է անցնի բուժման ընթացք։ Աստվածային գերբնական ուժ մեր ընկերներին։ Վստահ ենք, որ դուք կկարողանաք հաղթահարել այս փորձությունը, իսկ մենք առաջարկում ենք դիտել հուզիչ տեսանյութը։ Իմ շատ սիրելի, պաշտելի, ուղղակի գժվելու հայ ազգ ջան, ես ուզում եմ իմ և իմ ընկերների անունից մեծ շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ այս կարճ ժամանակահատվածում ընդամենը 36 ժամվա ընթացքում մենք բոլորս կարողացանք համախմբվել և հավաքել այն գումարը, որը անհրաժեշտ էր մեր ֆելոյին Գերմանիայում բուժելու համար։ Ժողովուրդ ջան, ես այն ամենաառաջի վայրկյանից անկեղծ եմ ասում, իմ բոլոր ընկերները, իմ ամենամոտ հարազատ ընկերները մի վայրկյան անց զանգել են ինձ, հարցնում են ինչ է պետք, ոնց է պետք։ Ես ուզում եմ իմ բոլոր ընկերներին շնորհակալություն հայտնել, ովքեր որ մասնակից եղան այս ամեն ինչին, բոլոր իմ հարազատներին, բոլոր այն մարդկանց, որ ուղղակի մասնակցում էին այս ամեն ինչին, ուղղակի գտնում էին իմ համարը, զանգում էին, գոռին դե շատ ժամանակ չէին կարողանում գտնել, ինձ էին գտնում, մեր մյուս ընկերներին, բոլորիս անձնական նամակներով եւ այլն, ալտերնատիվ միջոցներ էին առաջարկում, նաեւ չգիտեմ, նույնիսկ որ Գերմանիայում դիմավոր են, ճանապարհ են, չգիտեմ, տեղավոր են, այսպես լիքը հարցերով նույնիսկ մարդիկ մեր կողքին էին եւ շնորհակալություն նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր ուղղակի աղոթում էին, որ այս ամեն ինչը տեղ ունենա եւ մենք դեռ պետք է շարունակենք աղոթել, որովհետեւ Աստծո օրհնությամբ այս ամեն ինչը պետք է շարունակվի արդեն Գերմանիայում բուժման ընթացքը եւ մեր ընկերները Հրուշը եւ Գոռը մեր փոքրիկ ֆելոյի հետ միասին պետք է կարողանան անցնել այս փորձությունը։ Շնորհակալություն բոլորիդ եւ մի հատ շատ կարեւոր բան եմ ուզում ասել, իրականում հավաքագրվել է մեր նախատեսված գումարից ավել գումար եւ այդ ավելացած գումարը, որը որ ավել է հավաքվել, մենք բոլորս որոշել ենք, որ ուղղորդելու ենք նմանատիպ խնդիր ունեցող երեխայի ընտանիքի, որպեսզի եւս մեկ երեխա կարողանա հաղթահարել այս հիվանդությունը։ Աստված պահապան բոլորիդ, շնորհակալություն բոլորիդ եւս մեկ անգամ մեր բոլոր ընկերների անունից, բոլորիս անունից շնորհակալ ենք։ Այս ծանր պահին Կոռ Հակոբյանի կողքին են նրա գործընկերներն ու ընկերները։ Հաղորդավար և շոումեն Արամ Մելիքյանն իր տեսաուղերձում անդրադարձել է ստեղծված իրավիճակին, նշելով հարցի լրջությունն ու հրատապությունը։ Մենք բոլորս աշխատող մարդիկ ենք և սովորաբար ցանկացած դժվարություն փորձում ենք լուծել ինքնուրույն, սակայն Կոռի ընտանիքում ստեղծված իրավիճակն այնքան բարդ է և խոսքն այնքան մեծ ֆինանսների մասին է, որ նույնիսկ աշխատող մարդու համար դա բավարար չէ։ Երբ խոսքը վերաբերվում է երեխայի առողջությանը, դա արդեն ծայրահեղ է։ Համոզված եմ, մենք կպնելու ենք ու օգնենք Կոռի ընտանիքին, նշել է Արամ Մելիքյանը։ Իսկ այժմ ներկայացնում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։ Երեք ներկայացումովս էի խառը ու բավականին ուշ տեսա Հակոբյան Գոռի տեսանյութը, կապված իրականում ես չգիտեի, երեք գիշեր եմ իմացել, շատ էի նման ու սենց կասեմ, թե Գոռը, թե մեր կարգի բոլոր մարդիկ, մենք աշխատող մարդիկ ենք ու
թվացial մեզ մոտ երբ որ լինում է ինչ-որ դժվարություն լուծելի է, բայց Գորի ընտանիքում նենց բարդ իրավիճակը ու նենց մեծ ֆինանսների մասն է խոսքը գնում, որ զուտ աշխատող մարդու են, որ ասում է, համար դա բավարար չի։ Իրականում շատ բարդ վիճակ է, խոսքը որտեղ երբ որ խոսքը գնում է երեխայի մասին, դա արդեն շատ հատուկ է, ու այո, շատ հրաշալի կլինի, որ այդ գումարը հավաքվի ամբողջովին, ու հրաշալի կլինի, որ ամենակարևորը այդ ամեն ինչը բարեհաջող ավարտ ունենա։ Թող Տիրոջ օրհնությունը լինի Ֆելիքսի ու ընդհանրապես Գորենց ընտանիքի հետ։ Վստահ եմ, որ 100% լավ է լինելու, վստահ եմ ամեն ինչ հաջողվելու, վստահ եմ, որ մենք բոլորս ասեմ, կպնելու ենք ու օգնելու ենք Գոր Հակոբյանների ընտանիքին։ Գոր Հակոբյանը նշել է, որ բուժումը պետք է շարունակվի Գերմանիայում եւ նրանք ունեն ընդամենը 5-ից 7 օր անհրաժեշտ գումարը հավաքելու եւ մեկնելու համար։ Դերասանի խոսքով բուժումը շատ թանկ է եւ իր ունկերների հավաքած միջոցները բավարար չեն նման հիվանդության բուժման ապահովման համար։ Նա արդեն վաճառել է իր ողջ ունեցվածքը, սակայն ժամանակի սղության պատճառով դիմել է նաև հանրության աջակցությանը։ Վերջին տվյալներով հանրության արձագանքը եղել է շատ արագ։ Եթե տեմպը պահպանվի, ապա նշված ժամկետում հնարավոր կլինի ապահովել Ֆելիքսի մեկնումն ու բուժման մեկնարկը։ Գորը դիմում է հանրությանը, խնդրելով մասնակցել դրամահավաքին եւ աջակցել որդու բուժմանը։ Ողջույն բոլորին, ես Գոր Հակոբյանն եմ։ Ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կատարվում ինձ հետ եւ ինչ եմ ես пассив ընդհանրապես համացանցում։ Ցավոք դարի հիվանդությունը նաեւ ներխուժել է իմ ընտանիք։ Որդուս Ֆելիքսի մոտ 1 ամիս առաջ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող Յուինգի սարկոմա, որը րոպե առաջ անհապաղ պետք է բուժել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Վերջին 1 ամսվա ընթացքում, երբ մենք հայտնաբերել ենք դիագնոզը, արել ենք բազմաթիվ հետազոտություններ Մոսկվայում եւ Երևանում ու ցավոք դիագնոզը հաստատվել է։ Իմ եւ ընկերներիս դրամական միջոցները, իմ դրամական միջոցներն ու ընկերներիս մեծ աջակցությունը ցավոք չի բավականացնում նման կարգի լուրջ բուժման համար։ Ու ես, ինչքան էլ ինձ համար դա անցանկալի է, բայց հայտարարում եմ դրամահավաք։ Խնդրում եմ իմ բոլոր ընկերներին, խնդրում եմ ծանոթ եւ անծանոթ մարդկանց կատարել ձեր դրամական փոխանցումները, որպեսզի ես րոպե առաջ կարողանամ տղայիս հասցնել Գերմանիա։ Բոլոր այն ունեցվածքը, այսպես կարելի ասել, որը որ ես տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատել եւ ստեղծել եմ, հավաց է վաճառքի։ Բայց քանի որ մենք ունենք ընդամենը 5-ից 7 օր ժամանակ մինչ մեկնելը, ես չեմ հասցնի այդ ամեն ինչը վաճառեմ, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը։ Բոլոր հաշվի համարները նշված են ներքևում, դրամային, դոլարային հաշվի համարներ, քարտից քարտ ուղղակի փոխանցում Հայաստանի տարածքում։ Նաև կարող եք կատարել փոխանցումներ GoFundMe-ով ԱՄՆ-ից, Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները, ու ես ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ։ Աստված թող բոլոր բարիքներին պահապան լինի։ Ժողովուրդ ջան, մի ժամ արդեն լրացավ, որ ես տեղադրել եմ վիդեոն, արդեն մենք 10 միլիոն դրամ փող ունենք հավաքված ու ես չգիտեմ ինչ ասեմ, ես անչափ շնորհակալ եմ բոլորիդ, եթե մենք այս տեմպը պահենք, շատ արագ կունենանք մեր թիվը 7 օրում, 5-ից 7 օրում մենք այդ թիվը կունենանք ժողովուրդ ջան, ես շնորհակալ եմ շատ, ուզում եմ նաև այդ GoFundMe լինքի հետ ասեմ, որ Ամերիկայից լիքը նամակներ ենք ստանում, GoFundMe լինքի հետ կապված հոլդի տակ է ուղղակի, որ բացել ենք, վերիֆիկացիա է ուզել այդ լինքը, վաղը հենց ակտիվանա այդ լինքը, մենք բան կանենք, ես հավելյալ կտեղադրեմ։ Շնորհակալ եմ անչափ բոլորիդ։ Ժողովուրդ ջան, մենք անցանք 33 միլիոն դրամի շեմը, ընդամենը 2 ժամից մի քիչ ավել։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։ Այսենց ամեն 10 միլիոնը մեկ ստորի եմ անելու ու շնորհակալություն եմ հայտնելու ձեզ։ Բարի ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը նույն տեմպով, նույն ակտիվությամբ շարունակվել է ամբողջ գիշեր ու շարունակվում է մինչ այս պահը։ Ամեն վայրկյան, ամեն միլի վայրկյան իմ հեռախոսին մուտք է լինում, իմ քարտերին ու հաշվի համարներին մուտք է լինում, որ ինչի համար ես անչափ շնորհակալ եմ։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանից փոխանցումների համար մի քիչ հետո ես հավելյալ կտրամադրեմ ձեզ հաշվի համար, որը արդեն վերջնական հաստատված է ու աշխատում է նորմալ։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ
GoFundMe-ին չի աշխատում այս բային, որովհետև վերիֆիկացիայի փուլում է եւ hold-ի վրա է։ Հիմա մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ hold-ից անենք եւ կարողանան Ամերիկայի մեր հայրենակիցները փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն, հավելյալ կտեղեկացնեմ բոլոր ինֆորմացիաները։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը էլի մեծ տեմպով շարունակվում է ու շատ կարևոր ինֆորմացիա են բերել Ռուսաստանի մեր հայրենակիցների համար։ Արդեն բացվեց հաշվի համար, որը ռուբլու համար է հենց նախատեսված, ու այդ հաշվի համարին դուք կարող եք ձեր փոխանցումները անել։ Համ ստեղ եք տեսնում, համ այն վիդեոյի տակ է արդեն տեղադրված հաշվի համարը, որը որ ես տեղադրել եմ Instagram-ին գլխավոր վիդեոյի տակ։ Շնորհակալ եմ շատ։